Գիտեք, սիրելի բարեկամներ, թե ով է Նիկոլ Փաշինյանի ամենամոտ դաշնակիցը։ Դա, որքան էլ տարօրինակ է, իր ընտրողները չեն։ Նիկոլ Փաշինյանի ամենամոտ դաշնակիցը նրանք են, ովքեր հունիսի 7-ին չեն գնալու ընտրության, չեն գնալու ընտրատեղամաս եւ մերժելու նրան ընտրելով ցանկացած ընդդիմադիր ուժի։ Այն նրանք են ընտրելու Նիկոլ Փաշինյանին։ Հիշեք, սիրելի բարեկամներ, կապ չունի նույնիսկ Նիկոլ Փաշինյանի անձը, այս պահին ով էլ լինի Հայաստանում իշխանության, նրա ամենամոտ դաշնակիցներն են նրանք, ովքեր չեն գնում ընտրության։ Պասիվությունը բերում է իշխանության վերարտադրությանը։ Եվ դրա ապացույցն էր հենց 21 թվականի ընտրությունները։ Նիկոլի կողմնակիցները, կոնկրետ Ալեն Սիմոնյանը, վատացել է այսօր Gallup International-ի անցկացրած հարցումներից, որով թեև ԿՊ-ն ունի համեմատաբար ավելի բարձր վարկանիշ, բայց հավաքական ընդդիմությունը իրականում ավելի մեծ վարկանիշ ունի։ Եվ եթե ընտրությունները լինեին հիմա, հավաքական ընդդիմությունը կոալիցիա կազմելու դեպքում կհաղթի քաղաքացիական պայմանագրին։ Բայց Gallup-ը չէ, որ դա մեզ պետք է ցույց տա։ Մեր ամենօրյա շփումներում մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր չունի նույնիսկ 30%-ից ավելի բարձր վարկանիշ։ Եվ Gallup-ը թողնենք մի կողմ։ Հենց այն հարցումները, որոնք արժանահավատ են համարել նիկոլականները եւ ողջևորվել դրանից, ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները, որոնց համաձայն ԿՊ-ն ուներ 20-ից մինչև 30% վարկանիշ։ Կրկին հավաքական ընդդիմությունն ունի իրականում ավելի բարձր վարկանիշ։ Այսինքն նույնիսկ այն հարցումներով, որոնց հետ նիկոլականները հաշտ են, իրականում կրկին Փաշինյանը 100% явկայի դեպքում ունի ընդամենը 20-30% աջակցություն։ Հետևաբար, որքան շատ դուք մասնակցեք ընտրություններին, այնքան Նիկոլ Փաշինյանի այդ 30% վարկանիշը կֆիքսվի 30-ի վրա։ Ինչքան քիչ մասնակցեք, ինչպես 21 թվականին 49% եթե մասնակցի, ապա Նիկոլ Փաշինյանի 30%-ը ավտոմատ դառնում է 50։ Որովհետև պարզ թվաբանություն է, սիրելի բարեկամներ, շատերը չեն հասկանում, մանրացնեմ։ Ընտրելու իրավունք ունի մոտ 2.5 միլիոն մարդ։ 21 թվականին 1.200.000-ից ավելի մարդ էր մասնակցել եւ դրա 600.000-ից ավելին էր ընտրել Նիկոլին։ Ընդհանուր 30%-ը դարձավ 50%-ից ավելին, որովհետեւ ընտրողների կեսից ավելին չէր գնացել ընտրության։ Հետևաբար իմացեք, եթե դուք չգնաք ընտրության, դուք նիկոլական եք։ Դա վերածվելու է մեծ հաշվով հունիսի 7-ը համաժողովրդական հանրաքվեի։ Հայրենիքը հանձնում են թշնամուն, դա ներկայացնելով որպես խաղաղություն, երբ թուղթ նույնիսկ պաշտոնապես չեն ստորագրել խաղաղության, խաբում են, որ խաղաղություն է հաստատվել, երբ նրանք ստանում են բազմամիլիարդանոց պարգևավճարներ, բայց 10,000 դրամ թոշակի կամ աշխատավարձի բարձրացումը համարում են մեծագույն նվեր ժողովրդին, երբ բազմամիլիարդանոց արտոնություններ են ստանում, բնակարաններ են ձեռք բերում, բայց դուք շարունակում եք աղքատության մեջ ապրել, դուք չգնալով ընտրության, շարունակելու եք այդ նույն ճանապարհը, այո եք ասելու այն ամենին, ինչ այսօր կատարվում է։ Դուք անձնապես ոչինչ չեք շահելու։ Դուք ընդհանրապես լինելու եք пассив նիկոլական։ Շահելու է Ադրբեջանը, շահելու է Թուրքիան, շահելու են բոլորը, բացի ձեզնից։ Արդեն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չունի ժողովրդի մեծամասնության աջակցություն։ Եվ դա ապացուցելու համար ընդհանրապես դուք պետք է գնաք ընտրության։ Գնաք եւ ձեր վճռական այոն եւ ոչ ասեք նրանց, ում իսկապես մերժում եք, կամ ում կցանկանաք տեսնել Նիկոլի փոխարեն։ Հակառակ դեպքում դուք 100%-անոց նիկոլական եք։ Իսկ դա այլևս լավ ճաշակի եւ ինտելեկտի մասին չի խոսում։